Երկրաշարժագիտության ոլորտում ամենագլխավոր աշխատանքը տվյալների ստացումն է։ Դրանց հավաքագրման հիման վրա էլ պետք է վերլուծություններ կատարվեն, բայց փորձը ցույց է տվել, որ երկրաշարժերի ժամանակ հիմնականում ընդհատվում է սարքերի էլեկտրական սնուցումը, եւ դրանք չեն կարողանում տվյալներ գրանցել, օրինակ սպիտակի երկրաշարժի ժամանակ։ Սա կարելի ասել սպիտակի միակ գործիքային գրանցումն է, էլ գործիքային գրանցում ուժեղ շարժումների վերաբերյալ չենք ունեցել, չենք ստացել, այսինքն կայանները նույն կայաններով քննիներ են առաջացել, սա միակն է։ Գյումրու երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի այս թանգարանում գիտական հաստատության ամբողջ պատմությունն է։ Ինստիտուտը 64 տարի առաջ է հիմնվել ակադեմիկոս Արմեն Նազարովի գլխավորությամբ։ Գյումրիում հյուրընկալված չինացի գիտնականներից են ինստիտուտի գիտաշխատողներն իմացել այն մասին, որ 1959 թվականին արդեն հայ-չինական համագործակցություն կար։ Այդ մասին վկայում է Չինաստանից Հայաստան ուղարկված նամակը, որը չինացիները պահպանել են։ Նամակի մեջ նշված է, որ չինական կողմը Նազարովին է դիմում, որպեսզի այս սարքը, որ տեսնում եք, սա Նազարովի հայտնագործությունն է, այս սարքից 20 հատ ուրեմն տեղադրել Չինաստանի ժողովրդական հանրապետության տարածքում։ Նազարովի հայտնագործած սեյսմաչափը թույլ է տալիս տեղում գնահատել շենքերի տեխնիկական վիճակը։ Այն ժամանակ չինացիներն այս սարքի կարիքը շատ են ունեցել։ Հիմա երկրաշարժագիտությունը Չինաստանում մեծ առաջընթաց է գրանցել, ու արդեն Հայաստանն ունի նրանց փորձի կարիքը։ Ըստ ներկաների, երկրաշարժերի ժամանակ հիմնականում ընդհատվում է ինտերնետ կապը եւ գիտնականները տվյալներ չեն կարողանում հավաքագրել։ Չինական փորձը հնարավորություն կտա խուսափել այդ խնդիրներից։ Առաջին անգամ Հայաստանում կիրառվում է սեյսմիկ տվյալների ստացման արբանյակային եղանակը։ Բացի արբանյակային ինտերնետի կիրառումից նաև կիրառվել է 4G ինտերնետային կապը, որի ժամանակ մեկի ընդհատման դեպքում մյուսն է աշխատում։ Այսինքն մենք թույլ եւ ուժեղ երկրաշարժերի ժամանակ չենք ունենա տվյալների ընդհատում։ Հանրապետության տարբեր տարածքներում 5 սեյսմադինամիկական կայան է կառուցվել։ Ինստիտուտի տնօրենն է պատմում, թե ինչ բարդություններով են բարձր լեռնային հատվածներում այդ աշխատանքները կատարվել։ Ի դեպ, տեղի ոչ մի կազմակերպություն չի ստանձնել այդ բարդ գործը, այն չինացիներն են իրականացրել։ Նաև 5 շարժական կայան է կառուցվել։ Այդ սարքավորումների շնորհիվ հնարավորություն է ստեղծվել տվյալներ հավաքագրել ու մշակել մոտ 15,000 կիլոմետր հեռավորության վրա տեղի ունեցող երկրաշարժերի վերաբերյալ։ Նորանոր տեխնոլոգիաներ են օգտագործվում, ինչպես տեսակ այսօր Հունաստանում տեղի է ունեցել երկրաշարժ, ինչը սարքը կարողացել է գրանցել։ Կարծում եմ, սա շատ արդյունավետ աշխատանքի արդյունք է։ Այստեղ կարող են ստացվել անգամ Ամերիկայում տեղի ունեցած երկրաշարժերի տվյալները։ Երկրաշարժերի կանխագուշակման ոլորտում Չինաստանը շատ մեծ փորձ ունի եւ պատրաստ է դրանով կիսվել բարեկամ երկրների հետ։ Առաջին անգամ կիրառվել է վաղ ազդարարման համակարգ, որը հնարավորություն է տալիս վայրկյանների ընթացքում իմանալ երկրաշարժի մասին տեղեկատվություն ստանալ։ Երբ որ երկրաշարժը սկսվում է, երկայնական ալիքն է մտնում, դրանից հետո ուրեմն ամենավտանգավորը մեզ համար լայնական ալիքներն են, սեյսմիկ լայնական ալիքներն են։ Երկայնական ալիքների մուտքը մենք գրանցում ենք եւ ազդարարում ենք, այսինքն մեր գիտական նպատակներով։ Հայոց երկրի այս կարևոր գոտում Գյումրիում, որը միշտ պատմական նշանակություն է ունեցել եւ միշտ եղել է, այսպես ասած, երկրաշարժերի հարվածի կենտրոնում, անին էլ այստեղից հեռու չէ, եթե նայում ենք մեկ գծի վրայը, եւ այս կենտրոնի ստեղծումը նորից ենք շեշտենք շատ կարևոր է եւ միգուցե հետագայում արհեստական բանականությունը հասցի նրան, որ կարողանան նաև ոչ թե կանխատեսման կենտրոններ ստեղծեն։ Ամեն ինչ լավ է, բայց ցավոք երկրաշարժը լինելուց հետո են կարողանում տեսնել։ Նմանատիպ ցանց ըստ գիտնականների Ռուսաստանի Դաշնությունում էլ չկա։ Տարածաշրջանում առաջինը տեղադրվել է Հայաստանում։ Չինական կողմը $1.4 միլիոն ներդրում է կատարել։ Էլեկտրական սնուցման այս սարքը նույնպես նորամուծություն է։ Այն թույլ կտա առանց էլեկտրամատակարարման ավելի քան 10 օր ապահովել կայանների աշխատանքը։ Չինական փորձը զարմացրել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին, ով 15 անգամ այցելել է Չինաստան։ Ես այնտեղ տեսել եմ, 1 ամիս աշխատել եմ, տեսել եմ 1 ամսվա ընթացքում, ինչպես է շենքը զրոյից սկսել եւ կանգնել։ Դրանք այդպիսի
շատ աշխատունակ իրանց երկրին, իրանց խնդիրներին վերին աշճանին նվիրված ժողովուրդ են։ Գյումրու երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմաբանության ինստիտուտը մի քանի տարի առաջ փակման վտանգի առջև էր։ Կառավարության վարած քաղաքականությունն էր պահանջում փակել մարզային գիտահետազոտական կառույցները։ Գիտությունների ազգային ակադեմիայի դիրքորոշումն այլ է այս հարցում։ Ես չեմ գտնում, որ այս կառույցը կփակվի։ Անկախ նրանից այս կառույցը որտեղ կլինի, այս կառույցը կզարգանա եւ պետք է զարգանա։ Եվ ոչ մի պետական աշխատող, ես չգիտեմ, չինովնիկ այդ բառը հայերեն ոնց է էլի, ամեն դեպքում կհասկանա այն բանը, որ Հայաստանի համար նման կառույց ունենալը շատ կարևոր է եւ ես ինչքան ես հասկանում եմ, չինացիները միտված են հենց այս կառույցը զարգացնել եւ դրա հենքի վրա ստեղծել միջ տարածքային ռեգիոնալ փաստորեն կենտրոն եւ դա շատ եմ կարևորում։ Սա ըստ ներկաների հայ-չինական համագործակցության դեռ սկիզբն է։ Առաջիկայում այլ նախագծեր ունեն։ Երկրաշարժագիտության, երկրաշարժերի մշտադիտարկման եւ սեյսմիկ վտանգի ու ռիսկի գնահատման ոլորտներում եւս նախատեսում են համագործակցել, որի շրջանակում կիրականացվեն սեյսմիկ վտանգի գնահատման ու ռիսկի նվազեցման ուղղված նախագծեր։ Կարինե Կազարովա, Համբարձում Պապոյան, Regions TV, Գյումրի։